Ողջույն սիրելի հայրենակիցներ, ես շարունակում եմ հեռավար կապով իմ հարցազրույցները մեր հայրենակիցների հետ, ովքեր ապրում են աշխարհի տարբեր ծայրերում, եւ այժմ ես հեռավար կապով հարցազրույցի եմ հրավիրել հարգարժան մեր Անդրանիկ Հովհաննիսյանին, միջազգայնագետ։ Ողջույն Անդրանիկ եւ շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Բարև ձեզ Արմենե, շատ շնորհակալ եմ հրավերքի համար։ Անդրանիկ, սկսենք այսօր օրակարգային հարցից։ Ընտրություններից առաջ Փաշինյանը վերջապես հրապարակեց Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ 2019 թվականին ԵԱԿ համանախագահների կողմից իրեն ներկայացված փաստաթուղթը։ Նախ մինչև բովանդակային կետերին անդրադառնալ, Անդրանիկ, ես կխնդրեի ասեիք հետևյալը, ինչու ինքը որոշեց, որ հիմա պետք է հրապարակվի, արդյոք դա հստակ պայմանավորված է նախընտրական սպասվող գործընթացներով, փորձում է իրավիճակը իր ձեռքը վերցնել, հա, այսպես որպես խաղաքարտ օգտագործել նախկինների դեմ։ Խնդրեմ, Անդրանիկ, լսում ենք ձեզ։ Ծանոթ լինելով Նիկոլ Փաշինյանին եւ իր այլ թիմակիցներին, մենք կարող ենք ենթադրել, որ սա հերթական անգամ օգտագործվելու է որպես խաղաքարտ գալիք ընտրությունների նախաշեմին, որպեսզի ամբողջ մեղքը փորձ արվի գցել նախկին իշխանությունների վրա, այսինքն իրենք փորձելու են մարդկանց մանիպուլյացիաներով տարբեր տեսակի համոզել, որ դեռևս 90-ականներից սկսված Արցախը արդեն իսկ ճանաչվել էր Ադրբեջանի մաս, չուներ ոչ մի հնարավորություն որպես ինքնուրույն սուբյեկտ պահպանվել կամ դառնալ Հայաստանի Հանրապետության մաս, եւ սա իհարկե իրենք օգտագործել են տարբեր մեթոդներ, տարբեր մանիպուլյացիաներ, եւ կարծում եմ բոլորս էլ ծանոթ եք այդ մանիպուլյացիաներին, որ տարիներ շարունակ օգտագործվում է այսօրվա իշխանությունների կողմից, այսինքն ամեն ինչ արվելու է, որ մեղքը գցվի նախկին իշխանությունների վրա կամ այն ուժերի վրա, ովքեր ոչ նախկինների հետ կապ ունեն, ոչ ներկա ուժերի հետ կապ ունեն, բայց ելնելով հայրենասեր դրդումներից իրենք խոսում են Արցախյան հիմնահարցի մասին, խոսում են Արցախահայության իրավունքների մասին, փորձ արվելու նաև իրանց կոպիտ ասած սևացնել եւ այդ մեղքը գցել նաև այդ մարդկանց վրա, ովքեր հանդիսանում են, կարելի ասել, որպես երրորդ ուժեր այս նախկինների եւ ներկաների միջև, բայց եթե մենք հիմնվում ենք հստակ փաստերի վրա, ես կառաջարկեմ մենք խոսենք օրինակ վերջին փաստաթղթի մասին 2019 թվականի հունիսին ընդունված փաստաթղթի մասին Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, որտեղ շատ հստակ գրված է, որ կա կոմպրոմիսային հնարավորություն լուծել Արցախյան հիմնահարցը առանց պատերազմի, դա այն է, որ առաջին փուլում, իսկ դա արդեն համաձայնեցվել էր հենց 2019 թվականի հունիսին, հայկական կողմը պետք է Ադրբեջանի վերադարձներ 5 տարածքները, 5 նախկին Ադրբեջանի խորհրդային միության տարածքները, որոնք հայկական կողմի վերահսկողության տակ են հայտնվել, դրանից հետո արդեն ցենք քննարկել Արցախում հանրաքվեի հարցը, որը պարտադիր պետք է տեղի ունենար եւ Ադրբեջանը նաեւ դրան պետք է նպաստեր, որ հանրաքվեն իրականացվեր Արցախում եւ նաեւ միջազգային դիտորդներ պետք է տեղակայվեն Արցախում, իսկ սա նշանակում է, որ պատերազմի հավանականությունը բավականին ցածր է լինելու եւ եթե Ադրբեջանը հակացակի այդ 5 տարածքները վերահսկողությունը ստանալուց հետո փորձեր ագրեսիա սկսել իրականացնել Արցախի նկատմամբ, ապա ես վստահ եմ, որ միջազգային հանրության կողմից անմիջապես կճանաչվեր անկախությունը Արցախի հանրապետության եւ նաեւ օժանդակություն կտրամադրվեր, որպեսզի Արցախը կարողանար ինքն իրեն պաշտպանել, չի բացառում նաեւ սանկցիաների կիրառումը Ադրբեջանի նկատմամբ, բայց սա արդեն ենթադրություններ են, որովհետեւ այն հնարավորությունը, որը հայկական կողմը ստացել էր 2019 թվականի հունիսին, մենք տեսնում ենք, որ քայլ առ քայլ Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից, Նիկոլ Փաշինյանի կողմից ամեն ինչ արվեց, որպեսզի այդ բանակցային գործընթացը տապալվի, ամեն ինչ արվեց, որպեսզի ադրբեջանական կողմը լեգիտիմ իրավունք ստանա, չնայած որ լեգիտիմ բառը ստեղ ես կարծում եմ չափից շատ ավելորդ է, բայց այնուամենայնիվ լեգիտիմություն ստանա, ագրեսիա կիրառել եւ ուժով վերահսկողություն հաստատել Արցախի նկատմամբ։ Տեսեք, հետեւալ փաստերն է տեղի ունեցել, ես խնդրում եմ, որ մենք շատ ուշադիր այս փաստերին վերաբերվենք, որովհետեւ այս փաստերը հենց խոսում են նրա մասին, որ տրամադրված ամեն ինչ արվել է, որպեսզի պատերազմ տեղի ունենա, Արցախի կորուստը տեղի ունենա, որպեսզի Հայաստանի այսօրվա իշխանությունները իրականացնեն այն քաղաքականությունը, որը իրենք ցանկանում են իրականացնել։ Տեսեք, հունիսին 2019 թվականի համաձայնեցնում են այս պայմանագիրը եւ դրա մասին վառ ապացույցը արկա է կառավարության սայթում, այնտեղ այդ փաստաթուղթը արկա է եւ մարդիկ կարող են ծանոթանալ։ Դրանից հետո ընդամենը 2 ամիս է անցնում
օգոստոսին 2019 թվականի Ստեփանակերտում Նիկոլ Փաշինյանը կազմակերպում է մեծ հանրահավաք, որի ընթացքում ինքը հրապարակավ հայտնում է հետևյալ միտքը. Արցախը Հայաստան է եւ վերջ։ Սա հրապարակավ ինչի համար է արվում։ Ինչի համար է սա արվում հանրահավաքի ժամանակ, ինչի համար է սա արվում Ստեփանակերտում։ Հարցեր են, չէ, առաջանում, որ ըստ պատասխանները չկան, բայց հետագայում, որ այս այլ փաստերը մենք ուսումնասիրում ենք, պատասխանները ստանում ենք։ Ձեզ համար պարզ էր այս փաստաթղթի հրապարակումից հետո ինչու նա նման հայտարարության հանդես եկավ։ Անշուշտ պարզ է եւ ես վստահ եմ, որ այս փաստերը հիմա այլ ներկայացնելուց հետո յուրաքանչյուր մեր քաղաքացու համար դա եւս պարզ կլինի։ Տեսեք, օգոստոսին ընդամենը 2 ամիս հետո այդ հայտարարությունը հնչեց։ Դրանից հետո ադրբեջանական կողմը արդեն մեղադրեց հայկական կողմի, որ Նիկոլ Փաշինյանը եւ Հայաստանի Հանրապետություն տապալում են բանակցային գործընթացը։ Այսինքն այն պայմանավորվածությունները, որոնք համաձայնեցրել էին կողմերը 2019 թվականի հունիսին, ընդամենը 2 ամիս առաջ, այլևս դա կանգ է արվում, տապալվում է այդ գործընթացը, ադրբեջանական կողմը սկսում է զինել, արագորեն սկսում է զինվել։ Այդ ընթացքում մենք հիշում ենք, որ սեպտեմբեր ամսից սկսած, անգամ օգոստոս ամսից սկսած Ադրբեջանը Թուրքիայի տարածքով Իսրայելից հատկապես ագրելի մեծ թվով զենքեր էր սկսում գնել։ Պատրաստականության գործընթաց սկսված այդ ժամանակաշրջանից։ 2020 թվականի հուլիսյան դեպքեր մարտեր տեղի ունեցան, էսկալացիա տեղի ունեցավ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, այնպես չէ որ դա ինչ-որ նոր բան էր, միջև էդ էլ մենք ունեցել ենք էսկալացիաներ 2016 թվականի քարոզիա պատերազմ, միջ այդ եղել են նմանատիպ էսկալացիաներ, բայց ավելի կարճ ժամկետով, բայց ինչն է վտանգավոր ստեղ եղել, որ հուլիսյան այդ մարտերից հետո Նիկոլ Փաշինյանը եւս կազմակերպում է ինչ-որ միջոցառում, որի ընթացքում եւս հրապարակավ ցում է շքանշաններ նվիրել բոլոր այն մարդկանց, ովքեր մարտել են այդ պատերազմում, խոսում է նրա մասին, որ սա սարդարապետի պես մի բան էր մեզ համար, սա շատ կարևոր իրադարձություն էր եւ սա ցույց տվեց, որ հայկական բանակը ամենամարտունակ բանակն է տարածաշրջանում եւ ուժով Հայաստանի հետ հարցեր լուծել հնարավոր չի։ Այսինքն սա եւս մեկ անգամ սադրանքային քայլեր է հայկական կողմից։ Եղավ էսկալացիա, եթե մենք անգամ այդ էսկալացիայում հաղթող դուրս եկանք, չպետք է նմանատիպ միջոցառումներ կազմակերպել, այն էլ ելնելով այն փաստի վրա, որ միջ այդ դու հայտարարել ես Արցախ Հայաստանը եւ վերջ, եւ դրանով արդենից վտանգել ես բանակցային գործընթացը։ Դրանից հետո, տեսեք, ստեղ արդեն իրենք անգամ այս համատեքստում կանգ չեն առնում, անգամ այս փաստերից հետո կանգ չառեցին։ Օգոստոսին Հայաստանում, Երևանում կազմակերպվում է միջոցառում 2020 թվականին, որը նվիրված է Սևրի պայմանագրի 100-ամյակին։ Այդտեղ մասնակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մասնակցում է նախագահ Արմեն Սարգսյանը։ Մասնակցության ժամանակ, ինչպես Արմեն Սարգսյանը, այդպես էլ Նիկոլ Փաշինյանը խոսում են նրա մասին, թե ինչ մեծ կարևոր դեր է խաղում միջ օրս Սևրի պայմանագիրը հայկական պետության համար եւ անվտանգության համար տարածաշրջանում եւ իրավունքների վերականգնման համար, արդարության վերականգնման համար։ Սա արդեն ոչ ավել ոչ պակաս սադրանքներ, որը ուղղված է Թուրքիայի կողմ։ Եվ մենք հետագայում տեսանք, թե ինչպես արձագանքեց Թուրքիան, որովհետեւ ընդամենը մի քանի ամիս հետո սկսվեց պատերազմը Արցախում, 2020 թվականի պատերազմը, որտեղ Թուրքիան, եթե մենք համեմատում ենք նախորդ պատերազմները, նույն էսկալացիան 2016 թվականի քարոզիա պատերազմը կամ առաջին պատերազմը Արցախյան, ապա այստեղ Թուրքիան ուղիղ անմիջապես արդեն մասնակցություն ունեցավ այդ պատերազմում, օգնեց Ադրբեջանին, որպեսզի Ադրբեջանը հաղթի այդ պատերազմում։ Պատերազմի ընթացքում եւս ամեն ինչ արվեց, որպեսզի հնարավորինս երկարաձգվի այդ պատերազմը։ Մի քանի հնարավորություններ է եղել տարբեր կողմերից, որպեսզի կանգնացնել պատերազմը, բայց Նիկոլ Փաշինյանը չի համաձայնվել։ Վերջը բերեցին նրան, որ պատերազմում մենք պարտվեցինք, ունեցանք աղրելի մեծ թվով մարկային եւ տարածքային կորուստներ, դրանից հետո ընդամենը 2 տարի հետո Նիկոլ Փաշինյանը 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում ճանաչում է Արցախը որպես Ադրբեջանի մաս եւ սրանով ինքը դրեց վերջակետ Արցախյան հիմնահարցում։ Այսինքն տեսեք, այս բոլոր փաստերը ես հիմա ներկայացրից եմ, քրոնոլոգիան ես ներկայացրեցի նրա համար,
որ մեր քաղաքացիները նախ եւ առաջ ծանոթանան այդ փաստաթղթին 2019 թվականի հունիսին, որը համաձայնեցվել էր Երևանի եւ Բաքվի միջեւ, եւ դրանից հետո տեսնել ամբողջ քրոնոլոգիան, թե ինչը հանգեցրեց նրան, որ տեղի ունեցավ պատերազմում մենք պարտվեցինք, դրանից հետո Արցախը ճանաչվեց Ադրբեջանի մաս։ Նիկոլ Փաշինյանն է կրում այդ մեղքը, որ մենք Արցախյան հիմնահարցում պատերազմ ունեցանք եւ պատերազմում պարտվեցինք, հետագայում էլ ամբողջությամբ կորցրեցինք Արցախը։ Փաստորեն շատ հետաքրքիր էր ձեր այդ քրոնոլոգիան, ժամանակագրական այդ ընթացքը ներկայացրեցիք, ցանկացած ոք, եթե գործից էլ անտեղյակ լինի, ակնհայտ է դառնում, որ մտածված ամեն ինչ արվել է Փաշինյանի կողմից, որ เป զի հրահրի, այսինքն այն, որ մենք ասում ենք մտածված կամ պայմանավորված պատերազմ, Անդրանիկ, իրականում հենց այս փաստի հետ գործ ունենք։ Ես չեմ կարծում, որ նա չգիտակցված է դա արել, որտեղ քայլերը եւ այսօր էլ նրա շարունակվող քայլերը ցույց են տալիս, որ դա մի մեծ սցենարի մի հատվածն էր, որ նա իրականացրեց։ Հիմա դառնալով փաստաթղթին բովանդակային առումով, միշտ նա շեշտում է հետեւյալը. Արցախը կորցրել էր Հայաստանի կազմում լինելու տեսական, գործնական բոլոր հնարավորությունները։ Հիմա, երբ որ արդեն փաստաթուղթը մեր աչքի առաջ է, վստահ եմ կարդացել եք, ճիշտ է ասում, ես կուզեմ նախ առաջին տպավորությամբ ձեր այդ փաստաթուղթը կարդալուց հետո, ուսումնասիրելուց հետո դուք ինչ համոզմունքի հանգեցիք։ Ճիշտ է, անկեղծ է խոսում հասարակության ժողովրդի հետ Փաշինյանը, թե հերթական ստախոսության հետ գործ ունենք։ Տեսեք, եթե ինքը ճիշտ է խոսում, ուրեմն ազգային ժողովում, երբ որ այդ ամբիոնից ինքը անընդհատ ելույթներ է ունենում եւ նմանատիպ մեղադրանքներ է ուղևորում նախկին իշխանությունների նկատմամբ, հատկապես, ապա թող կոնկրետ փաստաթուղթ ներկայացնի, այն էլ հրապարակվել են, չէ՞, հիմա էլ կառավարության կողմից, թող կոնկրետ փաստաթուղթ ներկայացնի, որտեղ կոնկրետ նշված է, որ անգամ տարածքները, 5 տարածքները կամ 7 տարածքները հանձնելուց հետո Արցախը ճանաչվում է որպես Ադրբեջանի մաս կամ Ադրբեջանի կազմում է լինելու։ Թող կոնկրետ փաստաթուղթ ներկայացնի։ Չի կարող ներկայացնել։ Հիմա էլ մեր քաղաքացիները արդեն այդ հնարավորությունը ունեն ծանոթանալ այդ փաստաթղթերին։ Եվ ծանոթանալուց հետո իրենք շատ հստակ կտեսնեն, որ այս ամբողջ ընթացքում տասնյակ տարիներ շարունակ, չնայած որ ես միշտ դեմ եմ եղել զիջումային քաղաքականությանը, որ իրենք կոմպրոմիսային են համարում, որ տարածքներ պետքա զիջվեին, դրա փոխարեն Արցախում հանրաքվե պետք է անցկացվեր եւ այլն, ես դեմ եմ եղել այդ ամեն ինչի, ես ընդհանրապես կարծում եմ, որ մենք չունենք որևէ տարածք, որը պետք է զիջվի Ադրբեջանին կամ յուրաքանչյուր այլ հարևան պետությանը։ Ընդհակառակը մենք ունենք տարածքներ, որոնք մեր որոշ հարևան պետությունների կողմից օկուպացվել եւ դասվել են տարիների ընթացքում։ Սա չի նշանակում, որ մենք պետք է պատերազմ սկսենք այդ հարևանների հետ, սա ուղղակի փաստ է, որը մենք պետք է միշտ ի նկատի ունենանք, երբ որ մեզ փորձում են համոզել, որ մենք ինչ-որ տարածքներ ենք օկուպացրել։ Փաստաթղթերում, որոնք հրապարակվել են, շատ հստակ սևով սպիտակի վրա նշված է, որ անգամ այդ տարածքները հանձնելուց հետո ոչ մի փաստում չկա, որ Արցախը ճանաչվում է որպես Ադրբեջանի մաս։ Ընդհակառակը այնտեղ շատ հստակ նշված է, որ Ադրբեջանը պետք է հարգի եւ ընդունի, որ Արցախը ինքնուրույն է, Արցախը ունի իր ճանապարհը, որով ինքը գնում է, Արցախը սուվերեն է, քաղաքականապես, տնտեսապես եւ այլ հարթակներով, Արցախը իրավունք ունի անցկացնել ընտրություններ, եթե այս ամեն ինչը անկախություն չէ, ապա ինչ է։ Երբ որ դու սուվերեն ես դառնում, դու ինքնուրույն ես որոշում քո ներքին եւ արտաքին քաղաքականությունը, հենց սա է սուվերենությունը։ Հենց սրա մասին է նշված բոլոր այդ փաստաթղթերում, սկսված 90-ականների մինչև այդ մադրիդյան համաձայնությունները եւ ընդհանուր մինչև 2019 թվականի հունիսյան այդ փաստաթուղթը, որը ըստ ստացվում է, որ տապալվել է Նիկոլ Փաշինյանի կողմից։ Անդրանիկ, մի կարևոր հանգամանք եւս, այսօր Արթուր Խաչատրյանը, Հայաստան խմբակցության падգամավոր ազգային ժողովի, նկատել էր ուշադրություն էր մեր լրագրողների ուշադրություն էր հրավիրել այն հանգամանքի վրա, որ փաստաթղթերի մի ամբողջ հատված չկա։ Օրինակ, նորացված մադրիդյան սկզբունքների հատվածը, իրանական առաջարկը չկա, ԵԱԿ Մինսկի խորհրդաժողովի առաջարկները չկան։ Դրա փոխարեն
մենք տեսնում ենք, որ զուգահեռաբար նա հրապարակել է մի շարք այլ փաստաթղթեր, օրինակ նամակներ, հայկական ժամանակի հոդվածներ, ինչ որ ցուցակներ, սղագրություններ, լավ, ինչ է անում, հերթական մանիպուլյացիան է սա, խճճել է փորձում ժողովրդին։ Ես կարծում եմ սա այս հարցին շատ լավ հոգեբանները կպատասխանեն, բայց ես իհարկե հոգեբան չեմ, բայց շատ մեծ սեր ունեմ այդ սֆերայի նկատմամբ։ Ստեղ տեսեք, երբ որ մարդ փորձում է ստել կամ մանիպուլյացիաներով խაფել հակառակորդին կամ այլ մարդկանց, մեծ զանգվածով անգամ մարդկանց, ինքը մի կողմից ինչ որ մի փոքրիկ ճշմարտություն է ներկայացնում, մյուս կողմից սուտն է ներկայացնում։ Հետո հիմնվում է հիմնականում ստի վրա, որպեսզի մարդկանց մանիպուլյացնի։ Հիմա տեսեք ինչ է արել Նիկոլ Փաշինյանը, երբ որ հրապարակվել են այս փաստաթղթերը։ Մի կողմից իհարկե հրապարակվել են շատ հստակ փաստաթղթեր, որոնք փաստեր են եւ նույն այդ մադրիդյան սկզբունքներին վերաբերվող նույն 2019 թվականի հունիսյան այդ համաձայնությունը, բայց մյուս կողմից հրապարակում են նամակ Սերժ Սարգսյանի կողմից ուղղված Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, հրապարակում են ինչ-որ հոդված հայկական ժամանակ թերթից, որին տրամադրել է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Սա արվում է նրա համար, որպեսզի երբ որ իրենք արդեն հիմա սկսել են այդ գործընթացը մանիպուլյացիայի, երբ որ մարդկանց փորձեն համոզեն, որ տեսեք, այս սա է եղել, հանձնել են եւ այլն, իրենք հիմնվելու են նախ այդ փաստաթղթերի վրա, որոնք իրենք հրապարակել են, ասելու են, որ տեսեք, սա է այդ փաստաթուղթը, օրինակ նամակն է, տեսեք, ամեն ինչ այնքան վատ է եղել, որ նամակ է ուղարկել Հայաստանի Հանրապետության նախագահ Ռուսաստանի Դաշնության նախագահին, տեսեք, ինչ փաստեր են եղել Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից հրապարակված հայկական ժամանակում, մյուս կողմից երբ որ հանրությունը ասի, բայց սա փաստեր չեն, սա ընդհանրապես նամակներ են, իրենք արդեն հիմնվելու են այլ իրական փաստերի վրա, ասել են ոնց է ստացվում, բայց հեսա սա ինքը փաստեր են, սա ամբողջությամբ մի փաթեթ է։ Հասկանում եք, իրենք այդ կիսոչափ մանիպուլյացիայով, կիսոչափ ճշմարտությամբ, կիսոչափ ստերով փորձելու են հիմնվել այն ամեն ինչի վրա, որոնց վրա իրենք ուզում են հիմնվել, եւ մարդկանց նրանով ուղղակի փորձելու են մանիպուլյացիայի մեջ եւ մոլորացնելու են, ինչը արդեն իսկ սկսվել է այդ գործընթացը, ես արդեն իսկ նկատում եմ, որ որոշ ԿՊԱ-ականներ սկսել են արդեն այդ մանիպուլյացիայի գործընթացը, ես կարծում եմ, որ մոտակա ամիսների ընթացքում սա ուղղակի թափ է առնելու եւ ավելի ագրեսիվ կերպ փորձելու իրենք մեղադրանքը ուղղել նախկինի։ Այո, նախընտրական իզուր չէ, որ ես մեր հարցը հենց դրանից սկսեցի, ինչու հիմա նա հրապարակեց, նախընտրական ընթացքում սա իր ձեռքին խաղաքարտ է լինելու, իդեպ նկատենք, որ չի հրապարակվել նաեւ Քիվեստի բանակցային փաթեթը, Փաշինյանն ասել է դա չկա, մեր ձեռքի տակ չկա, այստեղ էլ ընդդիմադիրները նկատում են, որ կարող է դիմել, ասենք, համանախագահող երկրներին եւ ստանալ, ինչ է նշանակում չկա։ Այսինքն, եթե այդպես է ասում, կնշանակի իր համար ձեռնտու չէ, որ այդ փաստաթուղթը ամբողջությամբ, հա, ինքը հրապարակի։ Այստեղ էլ չէ, խոցելի խնդիր կա։ Անդրանիկ, եթե ունեք այս մասի հետ կապված ասելիք եւ Մեղրիի հետ կապված եւս հերթական անգամ այդ անընդհատ որ շրջանառում է Մեղրին ուզել են տալ, Մեղրին են դրած եղել այսպես նժարին եւ այլն, փոխանակում Արցախը Մեղրիով եւ այլն, այս փաստաթղթերով ինչ ենք հասկանում։ QS-ի վերաբերյալ հենց դա է պատճառը, որ իրենք չեն հրապարակել։ Այո, որը չի հիմնական պատճառը։ Իրենց կարևորագույն է ստերը, կեղծիքները, որ իրենք խոսում են անընդհատ Մեղրին պետք է հանձնվեր, Սյունիքը ամբողջությամբ պետք է հանձնվեր, չգիտեմ ինչ որ նմանատիպ գաղափարներ են փորձում տարածել հանրության մոտ, ստերը ավելի ճիշտ կլինի ասել, իրենք հիմնվում են հենց QS-ի վրա։ Եվ հիմա պատկերացրեք, եթե հանկարծակի QS-ի այդ բանակցային գործընթացը պայմանավորվածությունները իրենք հրապարակեին, այնտեղ ոչ միտեղ նշված չէ լինելու, որ ինչ որ նմանատիպ գաղափարներ են եղել, փոխանակել Մեղրին, չգիտեմ, Լաչինի հետ կամ Արցախը ամբողջությամբ փոխարկել այլ տարածքների հետ Հայաստանի Հանրապետության, նմանատիպ փաստեր չի լինելու, իրենք էլ դա շատ լավ գիտեն, հենց դա է պատճառը, որ չեն հրապարակում, ասում են մեր կառավարությունում բացակայում է QS-ը, ուր է կորել։ Ոչ մի նախագահ, իրենք ինչ է, սրանով ինչ են ուզում են ասեն, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ, երբ որ ինքը դադարեցրել է նախագահ լինել, ասես այդ փաթեթը վերցրել է, տարել է տուն, այդպես չի լինում։ Երբ որ դու պետական գործով ես զբաղվում, դու շատ լավ գիտես, որ այն ամեն ինչը, ինչ դու ստորագրում ես, հաստատում ես, բանակցային գործընթաց եւ այլն, սա այնքան շատ օրինակներ ունի, փաստեր ունի, որ ամեն ինչ պահպանվում է, շատ հստակ է այդ ամեն ինչը պահպանվում, ոչ միտեղ չի կարող կորչել
եթե դու չցանկանաս, որ այդ ամեն Իհարկե։ ինչը չկորչի եւ կամ չուզենաս, որ հրապարակես, քանի որ դա կկոտրի քո այդ բոլոր մանիպուլյացիաները մեղրի հետ կապված։ Այո, սա ակնհայտ փաստ է, որ նա իր միտումն ա որ չի հրապարակել, լավ ենթադրենք տարել է Ռոբերտ Քոչարյանը իր հետ տուն։ Համա նախագահները ունեին, չէ, կարող էր այդ կրկնօրինակը դուք շատ ճիշտ ասացիք, շատ կարևոր փաստաթղթերի մի քանի կրկնօրինակներ են լինում, մեկը չէր եւ այդ մեկը միայն Հայաստանի կառավարության արխիվում չէր, որ Ռոբերտ Արմենե ջան, Քոչարյանն է եթե տանել։ անգամ Ռոբերտ Քոչարյանը տարել է տուն, անընդհատ ինքը փորձում է, չէ, հրավիրել Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, այլ Ահա, նախկին նախագահներին այդ բանավեճ։ բանակցային գործընթացի, թող միացել այդպես խնդրանքով դիմի, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը, եթե անգամ մենք դիտարկենք, որ տարել է տուն այդ փաստաթղթերը, ներկայացնի եւ նույնպես հրապարակվի կառավարության կայքում։ Վստահ եմ, որ Ռոբերտ Քոչարյանի մոտ նման փաստաթղթերի կոպիաները գուցե կա, բայց օրիգինալները իհարկե պահպանվում են կառավարությունում, Հայաստանի Հանրապետության Այո։ արխիվներում, եւ եթե ցանկանան իրենք անգամ թող կոպիաները հրապարակեն դիմելով նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Այստեղ ուղղակի մենք պետք է արձանագրենք փաստը, որ նա միտումն ա որ չի հրապարակել կոծկելու համար այդ մեղրիի հետ կապված այդ շինծու պատմությունը, որ ամբողջությամբ ինքը արդեն քանի տարիներ է ինքը եւ իր թիմակիցները շրջանառում են թիրախավորելով երկրորդ նախագահին։ Անցնենք Անշուշտ։ առաջ, Անդրանիկ, եւ ես շատ կարևոր մեր մյուս թեմային եկեղեցու դեմ տեղի ունեցող այս խայտառակ իրավիճակի հետ կապված եմ ուզում զրուցել ձեզ հետ։ Մի քանի ամիս է իշխանությունը փաստորեն սկսել է իր պայքարը առաքելական Սուրբ եկեղեցու դեմ, ամենայն հայոց կաթողիկոսի հրաժարականն են, հեռացումն են սրանք պահանջում եւ այս լարված իրավիճակում, երբ մեր երկիրը անվտանգային լրջագույն խնդիրների առաջ է կանգնած, քննարկում են վեհապարի կուսակրոնության հարցը։ Տարբեր ներկայացուցիչներ սպառնալից բնույթի հայտարարություններ են հնչեցնում, վեհապարը պետք է հեռանա, եթե չէ մենք կհեռացնենք, հա։ Եվ վերջերս էլ իրենց հաջողվեց, որ ներսից գտնել, ներսից այսպես քարերը պոկել, հա, ներսից քանդելով եկեղեցին եւ մի քանի հոգևորականների, սրբազանների դեպ 54-ից 9-ին հաջողվել է պոկել դեպի իր կողմը տանել Փաշինյանը, հանդիպեցին նրանք, մի հայտարարություն հնչեցրեցին, հայտարարություն ստորագրեցին, որով դարձյալ պահանջում են վեհապարի հրաժարականը, Արշակ Սրբազանի հեռանալը եւ այլն։ Հերվից դրսից հետևելով այս ամբողջ գործընթացին ես կխնդրեմ ձեր դիրքորոշումը ինչ խաղեր են մեր եկեղեցու դեմ եւ մեր սփյուռքը դա եւ սփյուռքը եւ օտար ազգի ներկայացուցիչները այս ամենը ինչպես են դիտում եւ վերլուծում, ինչ կարծիք կա դրսում, խնդրեմ։ Տեսեք, այս քաղաքականությունը իհարկե այնպես չի, որ նոր է սկսվել իշխանությունների կողմից։ Եկեք չմոռանանք, որ 2018 թվականի պետական հեղաշրջումից հետո անմիջապես իրենք սկսեցին այդ գործընթացը, անվանակելով հետևյալ լոզունգն են իրենք տարածում, որ նոր Հայաստան, նոր վեհապար։ Սա բոլորս էլ լավ հիշում ենք, այդ հարձակումները, որոնք տեղի են ունենում Սուրբ Էջմիածնում, եւ այդ ժամանակաշրջանում իրենց չհաջողեց փոփոխություններ իրականացնել եկեղեցում։ Ըստ էության ստացվում է, որ 2018 թվականի այդ հեղափոխությունից հետո կամ պետական հեղաշրջումից հետո մինչ օրս միայն եկեղեցին է մնացել այն կառույցը, որտեղ իրենց չի հաջողել փոփոխություններ իրականացնել եւ նշանակել այնպիսի մարդկանց, ովքեր իրենց վերահսկողության տակ են գտնվում, որովհետեւ բոլոր այլ կառույցներում ցավոք սրտի դա իրենց մոտ հաջողել է։ Ինչպես պարլամենտում փոփոխություններ իրականացրեցին, ամբողջությամբ հիմա իրանք են վերահսկողությունը վերցրել իրենց վրա, այդպես էլ այլ կառույցներում սկսած բանակից, ազգային անվտանգություն ծառայություն եւ այլն, բոլոր ինստիտուտներում Հայաստանում այսօր չի մնացել որևէ ինստիտուտ կամ կառույց, որտեղ Նիկոլ Փաշինյանը փոփոխություններ չի իրականացրել, անգամ դատարանում իրենք ներխուժեցին եւ փոփոխություններ իրականացնեցին անգամ այդտեղ։ Հիմա եկեղեցին ինչու՞մ է այդ վտանգը ներկայացնում այսօրվա իշխանությունների համար։ Ինչու՞մ են իրենք դիտարկում այդ վտանգը։ Եկեղեցին կայուն մնալով, չենթարկվելով այսօրվա իշխանություններին կամ քաղաքական այդ դիսկուրսին, որը տարածում է Նիկոլ Փաշինյանը, եկեղեցին ըստ էության շարունակում է նախ խոսել ազգային իրավունքների մասին, ազգային շահերի մասին, խոսում է արցախահայության իրավունքների մասին, անփախստականների մասին, որոնք էթնիկ զտումներից հետո հայտնվել են Հայաստանի Հանրապետությունում, իրենց իրավունքների մասին խոսք է գնում ոչ միայն Հայաստանում եկեղեցու կողմից, այլ նաև դրսում։ Եվ տարբեր միջոցառումների ժամանակ այս հարցերը բարձրացվում են։ Այսինքն խոսելով ազգային շահերի մասին,
եկեղեցին ըստ էության բախվում է այսօրվա իշխանությունների քաղաքականության հետ, որտեղ ազգային շահը այլևս չունի այն նշանակությունը, որը ինքը ուներ տասնյակ տարիներ առաջ։ Որովհետև այսօր մենք տեսնում ենք, որ այսօրվա իշխանությունները իրենց պատրաստականության են հայտնում եւ գործերով դա ապացուցում է, որ պատրաստ են գնալ զիջումների տարբեր հարցերում, միայն թե Ադրբեջանը, Թուրքիան բացեն սահմանները։ Այսինքն սահմանը բացելու հարցը այսօրվա իշխանությունների համար ավելի կարևոր նշանակություն ունի, քան ազգային շահերը պահպանելը։ Արարատից պատրաստ են հրաժարվել, հիմնը պատրաստ են փոխել, պետք լինի զինանշանները կփոխեն, դրոշը կփոխեն, տարածքները զիջում են այդ սահմանազատման ընթացքում, Արցախից հրաժարվեցին, եկեղեցու նկատմամբ հարձակումներ իրականացնում են։ Տեսեք, ամբողջ այդ ազգային շահերը փոխարենը պաշտպանել, դա հենց առաջնային պարտականությունն է յուրաքանչյուր իշխանության, այսօրվա իշխանությունները հակառակ գործընթացն են սկսել։ Դրա համար իհարկե, այստեղ մենք տեսնում ենք այդ բախումը։ Եկեղեցին նմանատիպ զիջումների չի գնում, նմանատիպ քաղաքականություն չի վարում, դրա համար է բախում է տեղ ունեցել եւ այդ բախման ընթացքում այսօրվա իշխանությունները հասկանում են, որ գալիք ընտրությունների ժամանակ եկեղեցին կարող է հանդիսանալ այն կառույցը, որի շուրջ կարող են համախմբվել տարբեր ընդդիմադիր քաղաքական գործիչներ ու կուսակցությունները։ Չնայած որ իրենք ունեն տարաձայնություններ, մենք շատ լավ ծանոթ ենք այդ բոլոր տարաձայնությունների, տարբեր ուժերի եւ քաղաքական գործիչների միջեւ, բայց իրենք կարող են համախմբվել եկեղեցու շուրջ։ Սա մեծագույն սպառնալիք է հանդիսանում այսօրվա իշխանությունների նկատմամբ, դրա համար իրենք փորձում են այսպիսի քաղաքականությունով, անգամ եթե իրենք նաեւ հասկանում են, որ իրենց մոտ չի հաջողի փոփոխություն իրականացնել եկեղեցում, բայց այնուամենայնիվ իրենք կարծում են, որ կհաջողի զբաղեցնել եկեղեցին այլ հարցերով, ներսում ինչ որ խճնջուկներ սկսել եկեղեցում, պարակտում այդ գործընթացը սկսել, թույլատնել եկեղեցին, որպեսզի եկեղեցին չկարողանա օգտագործի իր բոլոր հնարավորությունները եւ օժանդակի ընդդիմադիր ուժերին, որպեսզի գալիք ընտրություններում մենք ականատես ենք, թե ինչպիսի փոփոխություններ կարող են տեղի ունենալ ընտրություններից հետո։ Սա հիմնական պատճառը, որ իրենք իրականացնում են այս հարձակումները եկեղեցու նկատմամբ։ Խոսել նրա մասին, որ իրենք իսկապես մտահոգ են եկեղեցու հարցերում, խոսել նրա մասին, որ իրենց շուրջ այսօր հավաքվել են այդպիսի եկեղեցու սպասարկողներ, հոգևորականներ, որոնք այնքան ազնիվ են, որ մենք իրենց անգամ կարող ենք սուրբ հռչակել, սա ամեն ինչը սուրբ կլինի։ Դե լավ, ով ծանոթ չի նրա հետ, թե ով է եղել կամ ով է Կճոյանը, հա, ես անգամ իրեն եկեղեցական չեմ համարում։ Չի կարող մի մարդ, ով թանկարժեք մեքենաներ է վարում, ում աուդիո զապիսները տարածված են եղել դեռ տարիներ առաջ, ինչպիսի ինքը բառեր է օգտագործում իր դրույթների ընթացքում, ինչպիսի լեքսիկոն է օգտագործում, այդ մարդը հոգևորական չի կարող լինել։ Իրեն շատ վաղուց պետք է զրկեին այդ սանից, ցավոք դա չի արվել եւ այսօր ինքը գտնվելով վերահսկողության տակ այսօրվա իշխանությունների եւ իր նմաններին է հավաքել իր շուրջ եւ փորձում է ապստամբել եկեղեցուն ուղղությամբ։ Բայց ես վստահ եմ, որ եկեղեցին պիլ կմնա։ Մենք շատ ավելի մեծ ապստամբություններ ենք տեսել, նույն Թոնդրակյանների շարժումները, Պավլիկյանների շարժումները 6-րդ, 7-րդ, 9-րդ դարերում տեղի են ունեցել։ Այն հարձակումները, որ ունեցել են եկեղեցու նկատմամբ, օրինակ Բյուզանդիայի կայսրության կողմից, միջ այդ դրանից հետո արաբների կողմից, օսմանների կողմից, նաև պետք է սա նշենք ռուսական կայսրության կողմից են հարձակումներ եղել մեր եկեղեցու նկատմամբ, բայց այս ամեն ինչին դիմադրել է եկեղեցին։ Եվ ես վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանի նման մի անձնավորությանը եւս մեր եկեղեցին կդիմադրի եւ կհաղթահարի։ Եվ իմ կողմից վստահ եմ, ձեր կողմից եւ մեր հայրենակիցների կողմից կարող եմ շատ վստահ ասել, որ մենք մեր եկեղեցու կողքը կանգնած ենք, անհրաժեշտության դեպքում ինչպես պետք է, այդպես էլ կաջակցենք։ Համակարծիք եմ Անդրանիկ ջան, ուղղակի այստեղ կա մի շատ կարևոր մեկ այլ հանգամանք, սա միայն Նիկոլի Փաշինյանի իր մտահղացումը չի, սա դրսից թելադրված քաղաքականություն է եկեղեցին հայոց քանդելու համար, հիշենք Փաշազադեի հայտնի հայտարարությունները, ի վերջո եկեղեցին այն կառույցն է, հզոր լոբիստական, աշխարհով մեկ հայոց հայերին համախմբող կառույցն է, որն այսօր բարձրացնում է հարցեր, որը չի բարձրացնում այս իշխանությունը, իսկ այդ հարցերի հիմնական այսպես
հիմքում Արցախի խնդիրն է, Արցախահայության վերադարձն է, Արցախում հայկական մշակույթի ավերն է, հատուկ Շվեյցարիայում այս ուղղությամբ վեհափառը մեծ մի համաժողով էր կազմակերպել, ամեն ինչ արվում է, որպեսզի հենց դա նաև տեղի չունենա, եւ դրա համար էր Փաշազադեն Փրփուրը Բերանին մի քանի այսպես հայտարարություններ հնչեցրեց, թե խաղաղության տարածաշրջանի խանգարում է հայոց եկեղեցին, եւ դրանից անմիջապես հետո առավել ակտիվ մեկնարկեց այս պայքարը, որը այո դուք շատ ճիշտ եք, սկսվել էր 2018-ից։ Եթե կա այստեղ ասելիք, եթե ոչ, ես անցնեմ հաջորդ հարցից, որտեղ դուք մանրակրկիտ վերլուծեցիք, խնդրեմ։ Ուղղակի շատ կարճ Խնդրեմ, ավելացնեմ այո, ու հիշեցնեմ մեր ընկերներին Էրդողանի Թուրքիայի նախագահի խոսքերը, այո, որ թուրք-հայկական հարաբերություններին եւ հայ-ադրբեջանական հարաբերություններին խանգարում են 3 էլեմենտներ։ Դա ռադիկալ ընդդիմությունն է, իրենք այսպես են անվանում հայրենասեր քաղաքական ուժերին Հայաստանի Հանրապետությունում, դա սփյուռքն է եւ դա եկեղեցին է։ Եվ ուշադիր մենք տեսնում ենք այսօր, որ այսօրվա իշխանությունները սփյուռքը հայերի նկատմամբ իշխանություն են իրականացնում, ոմանց արգելում են անգամ մուտք գործել իրենց հայրենիք, այդ թվում նաև ինձ, արդեն 7 տարի արգելքը այդ պահպանվում է, եկեղեցու նկատմամբ արշավ է իրականացվում եւ ընդդիմության նկատմամբ այդ եւս ռեպրեսիաների մեխանիզմը մենք տեսնում ենք թե ինչպես է կիրառվում։ Այսինքն այն հայտարարությունները, որ իրենք ստացել են, շատ խելոք դա իրականացնում են։ Այո, շատ կարճ կուզեմ անդրադառնալ, թեպետ սա կարելի է շերտերով այսպես ավելի խորքային խոսել, քաղաքասարակությունում մեր ինչ է կատարվում, այստեղ հիմա մենք տեսնում ենք Անդրանիկ հետաքրքիր իրավիճակ է, ազգային, այսպես պետականամետ, իսկական, հայամետ, կարող եմ ասել, քաղաքասարակություն է ձևավորվել մի հատվածում եւ դա շատ լավ է ու ողջունելի է։ Մյուս հատվածում նախկին սորոսական, այդ ԿՊԵ-ական նաեւ ներկա ԿՊԵ-ականները փորձում են իրենց դաշտը այսպես ձևավորել եւ վերջերս մենք տեսանք հենց այդ մի խումբը, որը միշտ եղել է Սորոսի գրանտներով այսպես առաջնորդվող, գրանտներով սնվող, գնացին Բաքու, 5 հոգի էին։ Ես կարծում եմ դուք տեսաք, իրենք գնացին այնտեղ, եկան ու մի հիացմունք, մի ողջավորվածություն, սկսեցին նարատիվները տարածել ադրբեջանական Հայաստանում։ Այսինքն մենք այսօր մարդիկ նույնիսկ հստակ արձանագրում են անում, թե ազդեցության գործակալներն են սրանք Թուրքիայի եւ Ադրբեջանի։ Ինչ կասեք այս մասին եւ մեկ հավելում եւս ասեմ, որ այս այցը, ես հիմա ընթերցեմ իմ վերած փաստը, այստեղ ամրագրել եմ, պետության հովանավորությամբ տեղի ունեցած այս այցի համար պետական բյուջեից 17 միլիոն 500 հազար դրամ կամ 45,700 ԱՄՆ դոլար է հատկացվել այս պատմական այցը կազմակերպելու համար։ Հենց այնպես չեն այս փողերը շռայլվում մեր սոցիալապես աղքատ երկրում։ Խնդրեմ ձեր կարծիքը այս այցի հետ կապված։ Հասարակությունից շատ կարճ ասեմ, ողջունելի է իհարկե, որ այդ գործընթացին մենք ականատես ենք լինում, որի մասն ենք նաև մենք կազմում, ես կարծում եմ, որ Հայաստանում իսկապես ձևավորվում է հայրենասերներից բաղկացած քաղաքասարակություն, որը ազնիվորեն պաշտպանում է հայրենասիրությանը, շահերից է ելնում, հայկական հանրապետության շահերի մասին է խոսում եւ ինչ որ հարցերում իրենց անվտանգությունը անձնական հարցերը մի կողմ դնելով պատրաստ են ավելի մեծ գաղափարների համար իրենք գործեն։ Շատ կարևոր երևույթ է եւ սա ողջունելի է, որ Հայաստանում վերջապես այս քաղաքասարակությունը ձևավորվում է։ Մենք միջ այդ ունենք այլ քաղաքասարակություն, հիշում եք, որոնք խոսում էին ժողովրդավարության մասին, արևմուտքի արժեքների մասին։ Այսօր պարզվում է, ես միջ այդ երբ որ հիշում եմ Հայաստանում ապրում եմ եւ տարբեր միջոցառումների ժամանակ նմանատիպ անձանց հետ զրույցներ է ունենում, ես անգամ այդ ժամանակաշրջանում է արդեն այդ միտքս ինձ մոտ առաջացել է, որ այս մարդիկ քաղաքասարակության հետ որևէ կապ չունեն։ Այս մարդիկ ժողովրդավարության կամ արևմուտքի արժեքների հետ որևէ կապ չունեն։ Այս մարդիկ գրանտների համար են ապրում, ստանում են գրանտներ եւ այդ գրանտների իրականացման դեմ զբաղված։ Հիմա իրենք օրինակ եթե ստանում են գրանտները, սա որպես ենթադրություն եմ ես ասում, օրինակ Թուրքիայից կամ Ադրբեջանից, պարզ է որ թուրք-ադրբեջանական նարատիվներ են սկսել տարածել Հայաստանի Հանրապետությունում։ Խոսքը գնում է նաեւ այն մարդկանց մասին, ովքեր մասնակցել են Բաքվում այդ միջոցառմանը, որովհետեւ ժամանակին հիշում եմ, որ երբ որ 2016 թվականի ապրիլյան դեպքերից հետո հնչում էին խոսքեր նախագահ Սերժ Սարգսյանի կողմից, որ Աղդամը դա հայկական տարածքի մաս չէ, որ Հայաստան իր հայրենիքը չէ,
որ հայկական կողմը պետք է գնա կոմպրոմիսի, զիջումներ պետք է տեղ ունենա, այդ մարդիկ խոսում էին ծայրահեղ հայրենասիրական դիրքերից։ Խոսում էին նրա մասին, որ անթույլատրելի է գնալ զիջումների, սա բերելու է նոր պատերազմի, Ադրբեջանից ընդհակառակը մենք ունենք ավելի շատ ստանալը, քան տալը։ Հասկանում եք, այսօր այդ մարդիկ դարձել են 180 աստիճանով այլ կերպարներ են ընդունել, այլ մասկաներ են հագել, որովհետև այդպես է։ Գումարները որտեղից ստանում էին, ինչ նպատակների համար ստանում են, դա էլ արտաբերում են։ Հիմա ես նորից եմ ասում, որ ենթադրում եմ, որ այդ գումարները այսօր իրենք ստանում են ոչ թե արևմուտքից, այլ մեծ մասամբ ստանում են Թուրքիայից եւ Ադրբեջանից, եւ դա է հենց պատճառը, որ այլևս իրենք դադարեցրել են խոսել ժողովրդավարության մասին, արևմուտքի արժեքների մասին, Հայաստան արևմուտք խորացման այդ զարգացումների հարաբերությունների զարգացման մասին եւ շեշտը դնում են Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ սահմանը բացելու հարցի վրա, Արցախից հրաժարվելու վրա, որ այդ թեման ամբողջությամբ այլևս պետքա փակվի։ Խոսում են նրա մասին, որ եկեղեցին վտանգ է ներկայացնում, Սփյուռքը վտանգ է ներկայացնում, ռադիկալ ընդդիմությունը վտանգ է ներկայացնում, այսինքն այն նույն գաղափարներն են ասում, որը ես քիչ առաջ վերեցի, չէ՞, ցիտատը Էրդողանի կողմից, որ ինքը արտաբերել էր ժամանակին, հիմա ստացվում է, որ այո, այս մարդիկ ազդեցության գործակալներ են։ Եվ այս մարդկանցով ազգային անվտանգության ծառայությունը պետք է զբաղվի։ Պետք է ուսումնասիրվի, թե որտեղից են իրենք ֆինանսավորվում, որտեղից են այդ նարատիվները ստանում, որ տարածում են հայկական հանրության մեջ։ Եվ ի վերջո, այդ մարդկանցից մեկը, իդեպ, ստացվում է պոչտալյոնի դեր է խաղում, որովհետև Բաքվից վերադառնալուց հետո ասում է, որ մենք հանդիպել ենք Հիկմետ Գաջիևի հետ, անվտանգության քարտուղարն է Ադրբեջանի Հանրապետության, եւ ինքը մեզ ասել է, որ Ադրբեջանը տարածքային նկրտումներ չունի Հայաստանի նկատմամբ։ Այս մարդուն որպես պոչտալյոն, հա, ասել են, քեզ սերտ ենք ասում, կեթաս Հայաստանում այս նույն մտքերը կասես։ Այդ մարդու անունն էլ անգամ չեմ էլ հիշում անկես ասած, որովհետև այնպիսի անձնավորություններ են, որոնց անունները մեր պատմության մեջ երբեք չի պահպանվելու։ Իրենք ազդեցության գործակալներ են, իրենք այսօր գտնվում են Թուրքիայի Ադրբեջանի վերահսկողության տակ, իրենք տարածում են թուրք-ադրբեջանական նարատիվները Հայաստանում եւ իրենք ըստ էության ծառայում են թշնամուն եւ փորձում են ամեն ինչ անել, որ Հայաստանը հայտնվի ավելի ռիսկային եւ վտանգավոր իրավիճակում։ Իսկ ինչ վերաբերում է 45,000 դոլարին, ճիշտ եմ հիշում, թիվը։ Այո, 45,700 ԱՄՆ դոլար։ Տեսեք, Հայաստանից Ադրբեջան, պարզ է, որ դա ուղիղ չվերթ է իրականացվում, սեփական ինչ-որ կազմակերպության կողմից է դա իրականացվում եւ գումարը ավելի շատ է լինելու, բայց եթե 5 մարդ է թռչում, 5 մարդու համար գնալ գալը, ես կարծում եմ, թող լինի $6,000, ոչ ավել, $6,000-7,000 Անդե ապրելը Բաքվում թող լինի լավ, էլի շատ ճոխ, ասենք որ ճոխ են ապրել, թող լինի մի $7,000 այդտեղ ապրել են իրանք այդ։ Ես ենթադրեցի, որ այդ մարդիկ գնացել են եւ ամեն օր դրաստրակին սևիկրա են կերել։ Դա կարող էր մենակ պատճառը լինել, որ Բաքվում այդքան մեծ գումար են ծախսել կամ ակումբներից դուր չեն գալի, իրենք ընդ ման էին գալիս, գուցե դա էր նաև պատճառը եղել։ Կամ գուցե Նիկոլ Փաշինյանը եւ իր փոքրիկ աղջիկը իկրա էին սև ուզել, խնդրել էին, որպեսզի այդ մասնակից պոչտալյոնները իրենց հետ նաև իկրա գնային եւ բերեին, որպեսզի իր աղջիկը հագենար եւ սև իկրա փորձեր, որովհետեւ այդ սև իկրու պատմությունը ինչ որ ես հիշում եմ, որ ժամանակին հրապարակվել էր, որ շատ մեծ սիրահար է սև իկրայի։ Սա կարող է միայն պատճառը լինել, որ այդքան մեծ գումար է ծախսվել, որովհետեւ այլ պատճառներ ես չեմ տեսնում։ Մենք այսօր Հայաստանում սոցիալապես անապահով մարդկանց մեծ թիվ ունենք։ Աղրելի մեծ խնդիրներ ունենք։ Մարդիկ, ես գիտեմ, մարդկանց եմ ճանաչում, ովքեր կներեք սա, բայց ասեմ հրապարակավ նաև անձնական նամակներով ինձ դիմում են, խնդրանք են ուղում մեծ ընտանիքներ ունենալով, գումարով օգնեմ կամ հրապարակավ ինչ-որ միտեղ դիմեմ, որպեսզի բարեգործներ գտնվեն եւ իրենց օգնեն։ Մեծ թվով մարդիկ Հայաստանից դա դիմում են ինձ անդադար։ Հիմա այս մարդկանց խնդիրները մի կողմ գցելով բաղված է նրանով, որ $45,000 հատկացնում են մի խումբ ինչ-որ պաշտալյոններին, ովքեր գնում են Բաքու, չգիտես ինչի մասին են բանակցում այնտեղ, ժպիտները երեսին վերադառնում են Հայաստան, կարծես թե Բաքվում մեր ռազմագերիները չեն գտնվում,
Կարծես է Արցախը օկուպացված չի, կարծես է մենք ունենք 100,000-ից ավել փախստականներ, ովքեր այսօր Հայաստանում են գտնվում կամ անգամ Հայաստանն են լքել։ Մեզ մարդկանց համար իրենք, չգիտեմ, վարդագույն ակնոցներով են գուցե ապրում, ոչ մի խնդիր չեն տեսնում, կամ եթե այդպես չի, եթե հիմար չեն իրենք, ստացվում է, որ թուրք-ադրբեջանական գործակալներ են։ Եվ ամենակարևորը, որ մենք նկատեցինք, նրանք այնտեղ Բաքվում բացարձակապես չեն խոսել գերիների մասին, Արցախի հետ կապված, Արցախահայության վերադարձի հարց է առաջանում, լավ ինչի եք գնացել։ Գնացել եք, որ ճիշտ նկատեցիք, այնտեղից Հաջիևների այս մեսիջները բերեք, հասցնեիք, փոստատարի դեր կատարեք, այսինքն մենք գործ ունենք բավական լուրջ գումար ծախսած այցի հետ, որը եղել է ոչ ի նպաստ Հայաստանի եւ հայ ժողովրդի։ Հերթական անգամ այդ փաստը պիտի արձանագրենք։ Հաջորդ հարցին եւս կուզենամ անդրադառնալ, որտեղ այսօր տեղի ունեցած կարևոր իրադարձություններից է փաստորեն Հայաստան ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգ կոչվող այս փաստաթուղթն է Անդրանիկ հրապարակվել եւ Եվրամիությունից հնչեցնում են, այստեղ մանրակրկիտ ասվում է վիզաներ եւ այլն, մշակութային մենք նույն ապագայի նկատմամբ նույն տեսլականն ունենք, մենք պետք է օգնենք հայերին, Հայաստանին զարգացնել իր տնտեսություն, անգամ տնտեսական հարցերում եւ շատ կարեւոր է ռազմավարական, անվտանգային հարցերով Հայաստանին օգնելու այդ շեշտադրումը եւ մեկ շատ կարեւոր հանգամանք արդեն իսկ դրսից խոսվում է այն մասին, որ Եվրամիությունը պատրաստվում է փաստորեն Հայաստանին օգնել 2026 թվականի ընտրությունների ընթացքում հնարավոր հիբրիդային սպառնալիքներից զերծ լինելու համար, ասենք կիբերանվտանգության հարցում եւ այլն։ Ես այստեղ ուղղակի հիշեցնեմ ձեզ, վստահ եմ հիշում եք Նիկոլ Փաշինյանը, եթե չեմ սխալվում, 1 ամիս կամ մի քիչ ավել առաջ էր, որ ելույթ ունեցավ Եվրամիության այդ հարթակներից մեկում եւ ինչ ասեց, որ օգնեք Հայաստանին, որտեղ ներսից ընդդիմությունը հիբրիդային պատերազմ է սկսել մեր դեմ, օգնեք, որպեսզի մենք կարողանանք վերընտրվել։ Բացահայտ նա այդ առաջարկն էր անում եւ մենք փաստորեն տեսնում ենք, որ նրա հայտարարությունը ընդունվել է, այսինքն մեկնաձեռքը ընդունվել է եւ մենք այս ընտրություններում ակնհայտ տեսնելու ենք Եվրամիության բացահայտ աջակցությունը այս իշխանությանը։ Արդեն իսկ կարելի ասել ընտրության մասին ինչ խոսք պետք է լինի, ես չգիտեմ, երբ որ բացահայտ արդեն կարևոր ուժային կենտրոնը արտաքին կառույցները օգնելու են արևմտյան կառույցները օգնելու են Նիկոլ Փաշինյանին։ Ես կուզեմ ձեր դիտարկումը ներկայացնեք այս խնդրի հետ կապված, վտանգավորության հետ կապված, խնդրեմ։ Տեսեք, Եվրամիությունը ելնում է իր սեփական շահերից։ Սա մենք պետք է արձանագրենք։ Այնպես չի, որ մենք ինչ-որ սպասումներ պետք է ունենայինք, որ Եվրամիությունը խոսելու է ժողովրդավարության մասին, մարդու իրավունքների մասին, հումանիտար ինչ-որ հարցերի մասին, արցախահայության իրավունքների մասին է խոսելու եւ այլն։ Եվրամիությունը ելնում է իր սեփական շահերից։ Սա մենք պետք է ուղղակի հասկանանք։ Իր սեփական շահերից երբ որ իրենք ելնում են, իհարկե իրենց ձեռնտու է, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությանը գտնվի մի ուժ, որը զիջումնային քաղաքականություն է իրականացնում, որի հետ շատ հեշտ է զրույց ունենալ, շատ հեշտ է համագործակցել, որովհետև եթե մի քիչ ճնշում ես իրականացնում իրենց նկատմամբ, իրենք պատրաստ են ամենից զիջել։ Խոսքը գնում է, տեսեք, տարածքների մասին, տարածքներ են զիջում։ Հայաստանի Հանրապետության տարածքները հանձնում են Ադրբեջանին։ Անուն ինչի՞, անուն նրա, որ իբրև թե խաղաղություն պետք է լինի, բայց այդ խաղաղությունը ոչ մի կերպ չի լինում, որովհետև Ադրբեջանից մենք անդադար տեսնում ենք այս սպառնալիքները։ Հիմա էլ Սևանը արդեն Գյոյչա են անվանում, ասում են, որ Զանգեզուրի միջանցքը այնուամենայնիվ լինելու է, ասելով Զանգեզուրի միջանցք, իդեպ իրենք ամբողջ Սյունիքի մարզի նկատմամբ իրենց նկրտումները ունեն տարածքային, այլ ոչ թե միակ այդ ճանապարհի նկատմամբ։ Հասկանում եք, իհարկե նմանատիպ իշխանություն Եվրամիության այսօր պետք է, որովհետև ավելի շատ մեծ աշխարհաքաղաքական փոփոխություններ են տեղի ունենում։ Հիմնական ճանապարհները, որոնք ժամանակին Չինաստանից եւ Կենտրոնական Ասիայից հասնում էին դեպի Եվրոպա եւ Եվրոպայից դեպի հակառակ ուղղությամբ էին գնում, ասում էին Ռուսաստանի Դաշնության տարածքով, Ուկրաինայի տարածքով, Բելարուսիայի տարածքով, կամ հարավային ուղղությամբ էին գնում, բայց ավելի շատ այդ հյուսիսային ուղղությամբ էին գնում։ Կովկասի տարածաշրջանը այդ ժամանակաշրջանում այդքան մեծ ազդեցություն եւ նշանակություն Եվրոպայի համար չուներ։ Դրա համար իրենք այդքան մեծ ուշադրություն էլ չեն դարձնում Կովկասին։ Այստեղ իրենք ունեին հիմնական գործընկեր, դա Վրաստանի Հանրապետությունն էր,
եւ Վրաստանի միջոցով փորձում էին այդ եվրոպական գաղափարները տարածել ամբողջ տարածաշրջանում։ Հիմա իրադարձությունները փոխվել են։ Ուկրաինայում շարունակվում է պատերազմ։ Բելոռուսիայի սահմանները Եվրոպայի հետ փակ են։ Էներգառեսուրսները, որոնք ժամանակին մեծ թվով իրենք ստանում են Եվրոպան, ստանում են Ռուսաստանից, այլևս դադարեցրել է Եվրոպան Ռուսաստանից գնել այդ էներգառեսուրսները։ Հիմա իրենք փորձում են նոր պետություններ գտնել, որտեղից կարելի է էժան գնով ստանալ այդ էներգառեսուրսները։ Դա կենտրոնական Ասիան է եւ դա Ադրբեջանն է նաեւ։ Ադրբեջանից եւ կենտրոնական Ասիայից որպեսզի այդ ռեսուրսները ստանան, իրենք ոչ են գնալու Ռուսաստանի տարածքով, չեն էլ կարող գնան։ Դրա համար իրենք պետք է նոր ճանապարհներ ունենան Կովկասյան տարածաշրջանում։ Հարց կարող է առաջանալ. իսկ ինչու հենց Կովկասյան տարածաշրջանով, այլ ոչ թե ավելի հարավ ճանապարհով։ Ավելի հարավ ճանապարհով չի ստացվի։ Այնտեղ Իրանն է, այնտեղ Մերձավոր Արևելքն է, աղրելի մեծ թվով խնդիրները այնտեղ պահպանվում են, Իրան-Իսրայել հարաբերություններում խնդիրները առկա են։ Դրա համար Եվրամիությունը այդ հարավային ճանապարհով չի օգտագործելու։ Մնում է մենակ Կովկասի ճանապարհը։ Այստեղ հիմնական մեծ ճանապարհ է այսօր։ Մինչև 2020 թվականի պատերազմ եւ մինչև 2023 թվականի այդ Արցախում տեղի ունեցող էթնիկ զտումները։ Մինչև այդ մենակ հիմնական մեծ ճանապարհ կա։ Դա անցնում է Կենտրոնական Ասիա, Ադրբեջան, Վրաստան, Վրաստանից երկու ճանապարհ։ Սև ծովով դեպի Եվրոպա, Թուրքիայի տարածքով դեպի Եվրոպա։ Այսօր մենք տեսնում ենք, որ վերջին տարիների ընթացքում Եվրոպա-Վրաստան հարաբերություններում բավականին լարվածություն մեծ կա։ Եվ չի բացառվում, որ հետագայում անգամ Վրաստանը ընդհանրապես ձեռքվի դեպի Եվրոպա գնալու այդ ճանապարհից։ Ստացվում է, որ Եվրոպան պետք է գտնի նոր գործընկեր Կովկասյան տարածաշրջանում, որը իր համար այդքան կարևոր է։ Այդ նոր գործընկերը կարող է հանդիսանալ ոչ պակաս Հայաստանի Հանրապետությունը, որովհետև միակ Հայաստանի Հանրապետությունն է, բացի Վրաստանից, որը ունի միաժամանակ սահման Թուրքիայի հետ եւ Ադրբեջանի հետ, եւ կարող է ապահովել երկաթուղիները եւ ավտոմոբիլային ճանապարհները եւ էներգետիկ ռեսուրսների տանող տարբեր ճանապարհները։ Հիմա որպեսզի Հայաստանը բացեր սահմանները, ավելի ճիշտ Ադրբեջանը բացեր սահմանները Հայաստանի հետ, Թուրքիան բացեր սահմանները Հայաստանի հետ, Հայաստանը պետք է լուծվեր Արցախյան հիմնահարցը։ Եվ Արցախյան հիմնահարցը լուծվեց այնպես, ինչպես իրենք ցանկանում են։ Իրենց համար ավելի ճիշտ կլինի ասել, գիտեք, դա էլ է շատ կարևոր։ Միևնույն է, թե ոնց է լուծվել այդ հարցը։ Միևնույն է, թե տեղի են ունենալու էթնիկ զտումներ, թե հակառակը Հայաստանը ամբողջությամբ օրինակ կարող է գրավել Ադրբեջանը։ Հասկանում եք, իրենց համար միևնույն է, ինչ է լինելու։ Իրենց համար կարևոր է, որ ճանապարհները բացվեն։ Հիմա ամեն ինչ արվում է դրա համար։ Այս մոտակա 6 ամիսների ընթացքում, մինչև ընտրություններ, ես ավելի քան վստահ եմ, բացի նրանից, որ Երևանում մայիս ամսին կազմակերպվելու է Euronest-ը, այսինքն Եվրոպական քաղաքական խորհրդի գագաթնաժողովն է տեղ ունենա, բոլոր եվրոպական պետությունների լիդերներն են հավաքվելու Հայաստանում, շատ կարևոր եւ մեծ ազդեցություն կարող է ունենալ նաեւ մեր քաղաքացիների վրա այդ ընտրությունների նախաշեմին։ Բացի դրանից վստահ եմ, որ Եվրոպան փորձելու է ամեն կերպ համոզել Թուրքիային եւ Ադրբեջանին միջև այդ բացել սահմանները, որպեսզի արդեն օգտագործվեն այդ սահմանները եւ դա կդառնա կարեւորագույն այդ ցուցիչը, որ իբրև թե խաղաղություն է հաստատվել տարածաշրջանում։ Սա օգտագործելով իհարկե այսօրվա իշխանությունները կգնան ընտրությունների, այդ խաղաղության գաղափարով կգնան, ճանապարհների բացման գաղափարով կգնան, տարբեր այդ միջազգային օժանդակությամբ կգնան, հատկապես Եվրոպայի կողմից օժանդակությունը կլինի եւ կփորձեն ընտրություններում հաղթանակ տոնել։ Սրանով իրենք փորձում են կրկնել ուղղակի մոլդովական սցենարը, որը Մոլդովայում կիրառեցի։ Այո, այդ նույն սցենարն է փորձ արվելու կիրառել։ Իդեպ հիբրիդային պատերազմի մասին, քանի որ ասում եք, սա էլ պետք է նշենք, որ նույն Մոլդովայում անընդհատ օգտագործում էր այդ տերմինը ընտրությունների նախաշեմին, եւս Եվրոպան գումարներ էր հատկացրել Մոլդովայի իշխանություններին, որ իրենք կիրառեն, օգտագործեն այդ գումարները ընդդիմության դեմ առաջին հերթին, որպեսզի զրպարտեին ընդդիմությունը, սևացնեին ընդդիմությունը եւ թույլ չտային, որ ընդդիմությունը հանկարծ գար իշխանությանը։ Հիմա նույն գործընթացը Հայաստանում է տեղի ունենալու։ Մենք արդեն իսկ տեսնում ենք, թե ինչպիսի աղրելի մեծ թվով տարբեր տեսակի մանիպուլյացիաներ եւ կեղծիքներ են տարածվում մեր ձևով շարժման
ղեկավարության նկատմամբ, Արմեն Թաթոյանը վերջերս կուսակցություն հիմնեց իր նկատմամբ, սա միայն նոր ուժերի մասին եմ խոսում, այլ նոր ուժերի նկատմամբ, ովքեր այդ ընթացքում են ձևավորվում են այսօր Հայաստանում, ամեն ինչ արվում է, որ իրենց սևացնեն։ Այո, Եվ այդ չեմ խոսում նրա մասին, որ նախկին նախագահների նկատմամբ թե ինչպեսի մեծ եւ կեղծիքներ են ստեր են տարածում այս տարիների ընթացքում։ Սա է հիմնական պատճառը։ Սա է, որ Եվրոպան այսպես աջակցում այսօրվա իշխանություններին Հայաստանի Հանրապետության։ Եվ եւս ես չեմ բացառում, որ դիտարկում են Եվրոպայում հետեւյալ սցենարը, որ հանկարծակի եթե իրենց հաջողի ճանապարհները բացել Թուրքիա, Հայաստան եւ Հայաստան-Ադրբեջան, ապա անմիջապես դրանից հետո իրենք կսկսեն գործընթացը, որ զրկեն Վրաստանից Եվրոպայի անդամ դառնալու այդ հավանականությունից եւ դա տրամադրեն Հայաստանին։ Դա եւս ուժեղացնի այսօրվա իշխանությունների դիրքերը եւ նաեւ չեմ բացառում, որ լիբերալիզացիայի գործընթացը վիզաների ռեժիմի հետ կապված դա եւս կարող է արագորեն, շատ ավելի արագ կարող է տեղի ունենալ, քան ժամանակին Վրաստանի նկատմամբ է եղել, այնտեղ տարիներ է տևել, Հայաստանի նկատմամբ կարող է շատ ավելի արագ դա իրականացնի եւ դա եւս կուժեղացնի այսօրվա իշխանությունների դիրքերը։ Այսինքն մենք եզրակացնելով ասում ենք, որ Եվրոպան ուղղակի շահագրգռված է, որ այսօրվա իշխանությունները վերաընտրվեն Հայաստանում, որովհետև պատճառը մեկն է, այսօրվա իշխանությունները զիջողական են, իրենց հետ հեշտ է աշխատել, իրենք գնում են շատ հեշտ զիջումների տարբեր հարցերում, այդ թվում նաև շատ ազդեցիկ եւ կարեւոր հարցերում տարածքներից են հրաժարվում, դրա համար այս իշխանությունները պետք է պահպանվեն, իրենց օգտագործեն հետագա ավելի մեծ գլոբալ քաղաքականության մեջ։ Այո, այդ պատճառը։ Դրանից ուժելու է Հայաստանը, եթե սա էլ են ցանկանում լսել մեր քաղաքացիները, այո, դրանից ուժելու են մենակ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։ Շատ ճիշտ է, Անդրանիկ, ես վերահաստատել եմ ուզում ձեր խոսքերը, հղում տալով Եվրամիության ընդլայնման քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Մարթա Կոսին, տեսեք, ասել է Եմեն պատրաստ է 12 միլիոն եվրո հատկացնել, օգնելու Հայաստանին ընտրություններից առաջ արդյունավետ պայքար մղել այդ հիբրիդային հարձակումների դեմ։ Մենք ակնհայտորեն փաստորեն տեսնում ենք, որ Եմեն աջակցում է իշխանությանը եւ դրանով ինքը փաստորեն հակասում է իր հիմնական սկզբունքին, հա, չմիջամտել երկրների ինքնիշխանության, սուվերենության, բայց ինքը ուղղակիորեն հիմա միջամտում է մեր ներքին գործերին եւ ուղղորդում է եւ իր ցանկալի իշխանությանը, իր ցանկալի վարչապետին նորից վերընտրելու հնարավորություն է տալիս։ Իդեպ հենց այդ նույն կոսը հիշեցրել է Մոլդովայի փորձը եւ այսպիսի շեշտադրում է արել, որ Ռուսաստանը փորձել է ապատեղեկատվություն ակտիվ տարածել Մոլդովայի ընտրությունների ժամանակ կիբերհարձակումների միջոցով միջամտել է խորհրդարանական ընտրություններին։ Այդ բանը մենք չպետք է թույլ տանք փաստորեն Հայաստանում։ Սա է ասել Կոսը, իհարկե նրանք կշարժվեն Մոլդովայի այո օրինակով, այնտեղի փորձն էլ կուտակված հաշվի կառնեն եւ ամբողջ ուժով, ամբողջ այսպես իրենց ֆինանսական բոլոր աջակցություններով կօգնեն, որ 2026 թվականին ընտրվի մի իշխանություն եւ մի ղեկավար, որը կամակատար է, որը իր տեսակով զիջող է, թե ինչպես մենք պետք է պայքարենք այս ամեն ինչի դեմ։ Անդրանիկ ջան, որպես վերջաբան կխնդրեմ ձեր կարծիքը, մենք մեր դիրքերից ինչ պետք է անենք։ Արդեն տեսնում ենք, որ իշխանությունը իր թիկունքում ունի Արևմուտքը, հսկայական գումարներ ունի Թուրքիա, ունի Ադրբեջան, ինչ մենք պետք է անենք այս ուժին դիմակայելու համար, որպեսզի փրկենք մեր պետությունը, փրկենք մեր ինքնությունը, մեր եկեղեցին։ Խնդրեմ Անդրանիկ եւ ավարտենք։ Կարծում եմ հիմնականում մենք պետք է համախմբվենք առաջին հերթին ազգային շահերի շուրջ, մենք պետք է համախմբվենք նաև եկեղեցու շուրջ։ Այս երկու գործոնները, եկեղեցին եւ ազգային շահերը, կարող են միավորել բոլորիս, որովհետեւ մենք շատ տարբեր ենք, ընդդիմության մասին է խոսքը գնում, մենք շատ տարբեր ենք, տարբեր հայացքներ ունենք քաղաքական, տարբեր ճանապարհներ ենք տեսնում, թե ինչպես պետք է զարգանա մեր պետությունը, բայց այսօր շատ ավելի մեծ վտանգների առաջ է կանգնած մեր պետությունը։ Դրա համար մենք պետք է ինչ որ հարցում նաև պատրաստ լինենք գնալ զիջումների մեր անձնական շահերի հարցերում, մեր ինչ որ գաղափարներում փոքրիկ զիջումներ իրականացնենք, որպեսզի համախմբվենք։ Համախմբումը կարող է ապահովել հաղթանակ գալիք ընտրությունների ժամանակ։ Միայն սա կարող է օգնել մեզ, որ մենք հաղթենք այսօրվա իշխանություններին, որովհետև ես արդեն իսկ պատկերացնում եմ, որ Եվրոպայի կողմից, եթե հրապարակավ այսպիսի աջակցություն են ստանում իշխանությունները, թե ընտրությունների նախաշեմին, երբ որ ռեպրեսիաների այդ մեխանիզմը ավելի
խիստ կիրառվի իշխանությունների կողմից, որ ձերբակալումներ մենք տարբեր տեսակի տեսնենք Հայաստանում, որ ընտրախախտումներ տեղի ունենան, սա ես չեմ բացառում, ապա Եվրոպան հաստատելու է, որ արդար ընտրություններ են տեղի ունեցել Հայաստանում։ Եվ որպեսզի դրան չհասնի, մենք պետք է համախմբվենք միասնական մեր պայքարը մղենք այսօրվա իշխանությունների դեմ եւ արդարության վերականգնման դեմ եւ պաշտպանելու Հայաստանի Հանրապետության շահերը։ Միայն համախմբությամբ մենք կարող ենք հաղթել այսօրվա իշխանություններին։ Ոչ մի այլ հնարավորություն չկա։ Իդեպ, քանի որ Մարտա Կոսի մասին եք խոսում, նաեւ իր հետաքրքիր գաղափարներից մեկը ես ուզում եմ որ մեր քաղաքացիները դրան ծանոթ լինեն, հենց վերջերս է ասել, հիմնական գործընկերը Եվրամիության Կովկասյան տարածաշրջանում, Արևելյան Եվրոպայում, Սևտովյան տարածաշրջանում դա Թուրքիան է։ Թուրքիայի միջոցով մենք պետք է իրականացնենք մեր քաղաքականությունը, մեր շահերի պաշտպանությունը այս տարածաշրջաններում։ Դե հիմա թող մեր քաղաքացիները տեսնեն եւ հասկանան թե ով որ ուժը, որ խաղացողը ում հետ է համագործակցում եւ ում պատճառով են եղել այդ կորուստները, որ տեղի ունեցան վերջին տարիների ընթացքում եւ որ գործոնները որ մեր այսօրվա իշխանություններին ինչպես են փորձելու աջակցել գալիք ընտրությունների ժամանակ։ Շնորհակալ եմ Անդրանիկ, ինչպես միշտ շատ խորքային եւ շատ կարեւոր շեշտադրումներ պարունակող այս վերլուծության համար։ Ես հաջողություն եմ ձեզ մաղթում։ Մենք կարծում եմ դարձյալ կշարունակենք հեռավար կապով մեր զրույցները։ Շնորհակալ եմ ձեզանից։ Վերհիշեցնեմ իմ հեռուստադիտողներին հեռավար կապով ես զրուցում եմ միջազգայնագետ Անդրանիկ Հովհաննիսյանի հետ։ Լավ եղեք, կհանդիպենք նաեւ այս ձևաչափով։